Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում մենք մեր աշխատանքը սկսեցինք, միացեք մեզ, հետաքրքիր բովանդակալից եթեր է սպասվում, հետաքրքիր հյուրերով, համեղ խոհանոցով եւ իհարկե մի քիչ էլ բողոքներով ու իրականության մասին խոսելով, իրականության հետ հաշվի նստելով, ողջույն։ Ողջույն, ողջույն սիրելի հեռուստադիտողներ, Կենտրոնում առավոտ է, դե սկսել ենք մեր աշխատանքը ուղիղ եթերում ամենատարբեր թեմաներին կունենանք անդրադարձ, մշակութային իրադարձություններ, թատերական պրեմիերաներ եւ համերգներ։ Այդ ամենի մասին կիմանանք մեր եթերում եւ ոչ միայն իհարկե համեղ խոհանոց, տեսանյութեր եւ իհարկե խոսք ու զրույց։ Նայած թե ասում եմ օրվա կարևոր խնդիրը որն է, չնայած մեզ մոտ այնպիսի խնդիրներ են, երբեք չգիտես որն է ավելի կարևոր։ Չգիտես երեկվանից խոսած, թե անցած տարվանից, թե անցած տասնամյակից։ Բայց ինձ թվում է արժի չխոսել, որովհետեւ դե ասում եմ հասկացողին մեկ, չհասկացողին 1001։ Փոխարենը եթե շատ կհետաքրքրի, ես կարծում եմ մեր ամենամեծ խնդիրն է հիմա իմանալ ինչպիսին է եղանակը։ Կարող եմ ասել, որ ցերեկը կլինի 17-ից 19 աստիճան տաքություն, երեկոյան 12-ից 14, որովհետև ոնց հասկանում եմ, մեզ ավելի շատ այս տեսակ ինֆորմացիաներն են հետաքրքրում, դե ինչ արած ասում եմ, մենք էլ փորձենք տալ ձեզ այն ամենը, ինչ իրապես հետաքրքրում է։ Ոնց հասկացա առաջին մի 10 օրերի ընթացքում արևի մասին գալ է մոռանալ, որովհետև բավականին անձրևային եղանակ է լինելու, բայց դա նորմալ է, եղանակից պետք չի նեղանալ։ Կամ արդ որ նեղանում է։ Ահա ոնց թե։ Մենք մենակ եղանակից ենք նեղանում, մնացած ամեն ինչ կարգին է։ Այո, քանի որ ասում եմ ինչ էլ լինի մեր երկրում մենք դրա այդ համահունչ ենք եւ համաձայն, հետեւաբար ես կարծում եմ այո, մենք արժանի ենք նրան, ինչ ունենք։ Երեք հասկացա, որ մարդկային, չգիտեմ, տգիտությունը ասեմ, էլ արդեն տափակությունը ասեմ, խեղվածությունը ասեմ, ուր է հասել, ես իմիջայլոց ասեմ, որ շատ հետևողական եմ այսուհետ լինելու բոլոր հեռուստադիտողների, երկրաքաղաքացիների զանգերին հեռուստատեսություն, որովհետև իրականում պետք է շատ-շատերի պատասխանատվության ենթարկել եւ հենց այդպես էլ կարվի այսուհետ, որպեսզի դուք ձեր հոգեկան շեղվածությունը կամ տգիտությունը չուղարկեք, օրինակ, ասենք ինչ է նշանակում զանգել հեռուստաընկերություն եւ ասել եկեք մամայից ծնունդը նկարեք։ Ես ինչ-որ բան եմ բաց թողել։ Եթե դուք շատ շեղված եք, ես հասկանում եմ, բայց բանն այն է, որ ես փոխարենը իմիջիալով կարող եմ զանգել հոգեբուժարան եւ ուղարկել ձեր տուն։ Որ նկարել։ Կամ եթե դուք ասում եք, զանգում եք ու ասում եք ես կառավարությունից բողոք ունեմ։ Լուրջ եք ասում։ Կառավարության տեղը չգիտեք։ Ինչ եք որոշել, որ եթե դուք կառավարությունից բողոք ունեք, պետք է մեզ զանգեք։ Մենք Եվ առասարակ քանի դեռ դուք, այո, հասարակություն։ այդ մենք ենք մեղավոր, որովհետև երբ արժող չարժող հայտնվեց հայտնի լինելու դաշտում կամ հեռուստատեսությունում, եւ երբ որ դուք հասկացաք, որ ձեր տխմար հեռախոսներով կարող եք ձեզ նկարել, դուք մտածեցիք, որ ամեն ինչ ձեզ մոտ է գտնվում։ Եվ որոշեցիք, որ ժամանակին մարդիկ վախենում էին հեռուստաընկերություն առասարակ զանգահարել, դուք հիմա զանգում եք եւ ներկայացնում եք ըստ երևույթին նաեւ ձեր ընտանեկան խնդիրները։ Կամ օրինակ զանգում եք, ասում եք, «Էս ինչ տեղը բանը ջրատարը չի աշխատում»։ Ու Իհարկե, շնորհակալություն ասում եմ մեր աշխատակիցներին, որ երբեք նման տգետ զանգերին տգիտությամբ չեն պատասխանում, չեն վիրավորում ձեզ, բայց փոխարեն ես խոստանում եմ առանց վիրավորելու էլ ձեզ, մենք անպայման հետևողական կլինենք համապատասխան կառույցների զանգել, որպեսզի գան։ Օրինակ, եթե դուք հոգեբուժարանի համար եք, կդիմենք այնտեղ, եթե դուք ոստիկանության համար եք, կդիմենք այնտեղ։ Որովհետև դուք չգիտեք, թե դուք արդեն որքան եք հատել եւ ինչեր եք ձեզ թույլ տալիս։ Մարդ մի քիչ պիտի չափի զգացողություն ունենա, ամոթի զգացողություն ունենա եւ գոնե թե 4-րդ դասարանի կրթություն ունենա։ Շատ չեմ ասում, 4-րդ։ Որ 4-րդ դասարանի օրինակ կրթություն ունենաք, տարերը ճանաչեք, հոդաբար, խմբար նախադասություն կարողանաք կազմել, ինձ թվում է այդպիսի բան չեք անի։ Սա էլ է շատ վտանգավոր թեմա, այսինքն մենք որպես քաղաքացի, մենք որպես հայ մարդ, ովքեր որ որոշեցին իրենց անհանգստությունը այս կամ այն հարցի վերաբերյալ անհանգստությամբ կիսվել, մարդկանց թվաց թե մենք ինֆորմացիա ենք հավաքում երևի, թե որպեսզի եթերում բողոք չեմ հավաքում, ես ինքս բողոքում եմ, որպեսզի ինձ լսեն։
Եթե դուք ունեք բողոք, կան համապատասխան կառույցներ կան, այսինքն այս երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար ես եմ պատասխանատու, ես ձեր նման բարձրաձայնում եմ, բայց ես գոնե թե ձևակերպում եմ, ես տեսնում եմ խնդիրները, ես երկար ժամանակվա տևացող խնդիրները ու դրա մասին փորձում ենք քաղաքացիների հետ միասին խոսել, ինչու՞ չէ, ինչ որ առումով էլ օգնենք մեկս մյուսին գալու նրան, որ իսկ ինչ է մեզնից սպասվում կամ ինչ կարող ենք մենք անել ի նպաստ այդ հարցի լուծման, որովհետև եթե մենք խոսում ենք, մենք մենակ կառավարության բացթողումներից չենք խոսում, մենք խոսում ենք մարդկային դրսևորումներից էլ, դաստիարակությունից էլ, երթևեկությունից էլ, չգիտեմ, միասնական լինելուց էլ, հենց հիմա օրինակ այդ խնդիրը էլի բարձրաձայնվում էր, ես առիթ կունենամ անպայման կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին հրավիրել մեր տաղավար, օրինակ հարցը բարձրաձայնված է, հա, որ 10-րդ դասարանում պատմության գիրքը խեղաթյուրվել է, այնտեղ դե հայոց պատմությունը հանվել է եւ այլն եւ լուրջ բարձրաձայնում են խնդիրը, այսինքն հերոսների խեղաթյուրում, պատմության խեղաթյուրում եւ այն երեխեքը, որոնք այդ տարիքում, հա, մի քիչ մի քանի 2-3 տարյանց, քանի տարյանց արդեն գնում են բանակ, իսկ իրենք անպայման գնալու են, այնպես չի, հա, որ մենք այդ հայոց պատմություն բառը որ հանում ենք, մենք բանակնել ենք օրինակ վերացնում ու երեխան օրինակ խնդիր չունի բանակում ծառայելու, բայց շատ իրարամերժ է ինձ համար, որ եթե դու պիտի հայրենիքի, այդ օրինակ որ դուք ասում եք հայրենիքի գաղափարը, դա տենց իր բառերը հստակ չեմ կարող հիշել, լավ գիտեք ով էր ասում, այդ որ այդ գաղափարը տենց որ ծայրահեղություն է, չի կարելի երեխաներին հայրենասիրություն բառի տակ տենց մեծացնել, ոչ մեկ ոչ ման պարտավոր չի, լավ համաձայն եմ ձեզ հետ, համարենք, որ ես համաձայն եմ ձեզ հետ, բայց այդ երեխեքին տանում բանակ, բգնան ինչը պաշտպանեն, եթե մենք չունենք հայոց պատմություն, ասում եմ հյուրը կգա շատ ավելի գրագետ իր մասնագիտության համապատասխան կխոսի, բայց եթե մենք չունենք, ես սովորական քաղաքացու նման փորձում եմ վերլուծություն անել, չկա հայրենիք եւ այդ գաղափարը պիտի դուրս գա, մենք այսօր տեսնում ենք, որ մենք կամաց-կամաց վերածվում ենք ինչ-որ քաղաքի, որտեղ աշխարհի ամենատարբեր ազգերի մարդիկ պիտի ապրեն, այսինքն այդ կամաց-կամաց վերանում այդ Հայաստան, դուք այդ էլ եք խեղում, հիմա եթե այդ չկային մեկը չկա, չգիտեմ, հերոսները չկան, եթե մեր երկրորդ դասարանի դասագրքում այդ էլ ասեցինք ոչ մի արձագանք, Պարուր Սևակի հայտնի բանաստեղծությունը այդ հանեցին, ես մոտավորապես, եթե չեմ սխալվում, հենց երկրորդ դասարանում էլ այդ բանաստեղծությունը մենք անգիր էինք անում, տատիկի մասին ինչ-որ տենց բանաստեղծություններ, եթե չեմ սխալվում, մենք այդ հանեցինք, փոխարենը դրեցինք մրջունն ու փիղը, Մահմուդ Օրալ էր անունը, ինչ էր այդ թուրք հեղինակի բանաստեղծ, հենց հիմա կա, բայց որ կենսագրությունը կարդում ես, ինքը բանել չի փաստորեն, ինքը ընդամենը մանկա բան է, որ մանկական նկարներ են անում, բայց իր բանաստեղծությունը եւ իր միջայլոց արված նկարները այդ գրքում է, որ մեկին անհանգստացրեց, ոչ մեկին, լավ, չանհանգստացրեց, Սևակից ավելի տաղանդավոր ենք գտել, շատ լավ, հիմա թուրքը ավելի տաղանդավոր է, քան Պարուր Սևակը, դե դուք գիտեք, հիմա այս լրիվ ձեր նման եմ պատասխանում, իմ երեխեն էլ դպրոցում չի սովորում, դուք գիտեք, ում երեխեն սովորում է, չէ ծառայելու, բայց եթե հիմա այդ երեխեքին տանելու եք բանակ, ընդամենը մի քանի տարի անց, երբ ենք ավարտում դպրոցը, 16-ում, 17-ում, մի տարի հետո են գնում բանակ, հիմա մի տարի հետո եթե այդ երեխան գնում է բանակ, եթե դուք իրեն այդ հայրենասիրությունը ջարդում եք, այսինքն դուք ասում եք այդպիսի բան չկա եւ ասում եք եւ տարածում եք եւ գրքերն եք խեղաթյուրում, հիմա այդ մարդն ասում է, որ իսկապես խեղաթյուրված է, լավ այդ երեխան, որ ձեզ հարցնի ասի, բայց ինչու եմ գնում ծառայեմ հանուն ինչ հայրենիքի, Ամարտի չեմ կյանքս վտանգում, հա, սխալ կլինի այդ երեխան, լավ ծնողներն էլ են համոզում, որ գնա, էդ էլ եմ դնում մի կողմ, մարդ ուզում է օրինակ սովորել, ուզում է գնալ բարձրագույն սովորել, եւ իմիջիալոց շատ լավ կարող է ուզել գնալ դրսում սովորել, ինչու Հայաստանում, բայց ինչու Հայաստանում, դուք չեք ասում, որ բոլորս աշխարհի քաղաքացի ենք, հիմա այդ երեխան չի ուզում իր տարիները կորցնել հանուն ինչ-որ անհասկանալի բանի, ուզում է գնալ դրսում, այստեղ էլ չէ, սովորել, ինչի պիտի 2 տարի կորցնի, եթե դուք այդ մարդուն ասում եք, որ չկա հայրենիք, եթե դուք այդ մարդուն ասում եք չկա հայոց պատմություն, կա Հայաստանի պատմություն,
Հիմա այդ մարդը սկսում է կամաց-կամաց դուք ասացիք, որ Նժդեհը ֆաշիստ է, շատ լավ, Նժդեհը ֆաշիստ է, Մոնթեն հայրենասեր չէր, Անդրանիկը բանը ոնց էիք նկարագրել, բան այդ ֆիդայինական, չգիտեմ ինչ հա, այտենց ձևակերպումներ եք տալիս, չէ՞։ Հա, լավ եք անում, դե չնայած կարում եք, բայց անցնենք առաջ, լավ եք անում։ Հիմա այդ երեխեն ինչ սկզբունքներից, արժեքներից, պատմությունից, հերոսներից, թափված արյուն, ինչից ելնելով պիտի գնա։ Օրինակ ես համարում եմ, որ նորմալ ադեկվատ մարդը, իսկ մեր այս բանակ գնացող հիմիկվա երիտասարդները տեսել են 44 օրյա ինչ է կատարվում։ Օրինակ ըստ ձեզ, նորմալ առողջ բանականություն ունեցող մարդը չի վախենում իր կյանքի համար։ Կա տենց մարդ, որն ասում է ես տենց ամեն օր ուզում եմ մեռնեմ։ Վախենում է, չէ՞, մարդը չի ուզում գնա։ Հիմա հատկապես այդ մարդուն էլ ուրիշ քարոզով են մեծացրել, կարացել եք, ասում եմ, արել եք, լավ եք արել։ Մեծացել այդ մարդը ուրիշ քարոզով, հայրենիք բան, տենց բաներ, տենց վերջացրեք։ Հիմա դուք ինչի եք այդ երեխուն տանում բանակ։ Հանեք այդ բանակը։ Իսկ եթե ուզում եք, որ այդ մարդը գնա բանակ, այդ պարտադիր ծառայության, որովհետև կամ ասում եք այսքան գումար վճարի, կամ էլ դե կդատենք։ Չէ, գումարը դուրս եկած է։ Դուրս եկավ հիմա նորից։ Ահա, լավ, ուրեմն չես կարող խուսափել, պետք է գնաս ծառայես։ Երկրորդն էլ այդ գումարը ուրիշ բաններ վերաբերվում։ 27-ը լրացած եւ բանակում չծառայես մարդկանց։ Դու չես կարա 18 տարեկանում գնաս գումար մուծես եւ չծառայես։ Նման օրենք երկու գույություն չի ունեցել։ Բայց դեպքում այդ երեխան ինչի պիտի գնա ծառայի։ Որ երեխան պիտի բերեր, չէ՞, գիտակցության։ Որ կա հայրենիքի հանդեպ, չգիտեմ, պատասխանատվություն։ Ուրիշ տարբերակ չկա։ Նախ սկսենք նրանից, եթե դու իրան այդ գիտակցության չբերես, ինքը նախ հող պահող չի, մեկ, որովհետև ինչի համար։ Այսինքն մարդու համար պետք է հողը թանկ լինի, չէ՞, այդ սահմանը պետք է թանկ լինի։ Հա, բայց եթե դու կերպարներին վերացնում ես այն մարդկանց, ովքեր արյունով այդ հողը պահել են։ Եթե դու այդ ամենը արժե զրկում ես, եթե մի բան էլ այդ 44 օրյան է արժե զրկում, որովհետև այսօրվա երիտասարդը տեսնում է, որ այնտեղ վիրավորված, հաշմանդամություն ունեցող զինվորները ինչ խնդիրներ ունեն, լուրջ վիրահատությունների օրինակ կարող է կարիք ունենան եւ այդ մնա բացառապես իրենց վրա այդ։ Բայց պրոտեզ չունեն, մարդը ոտ չունի ու պրոտեզ չունի։ Այսպեսի հարցեր էլ չի լուծվում։ Այս մարդը ու մի բան էլ այդ մի կողմից էլ ասում են։ Եթե լուծվում էլ է միայն անհատների շնորհիվ։ Գիտեմ, անհատների, բարեգործների, ընտանիքի, չգիտեմ, տուն-տեղ ծախեն իրանց երեխու համար։ Բայց եթե այս ամենը, ես չգիտեմ, ես ընդհանրապես նստած sense մտածում եմ։ Այսինքն ցանկացած իրանց վերանից դուրս եկած խոսք, ես շատ անկեղծ եմ ասում, հակասում է իրանց գործելավոճին, հակասում է առհասարակ հայրենիքի գաղափարին, հակասում է իրանք մի բան ասում են, բայց մի բան անում են։ Վերջիվերջո Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի օրենք, սահմանադրություն։ Օրինակ, պարտադիր զինվորական ծառայության մասին օրենք։ Ցանկացած 18 տարեկան լրացած անձը, ով որ պիտանի է ծառայության համար, ինքը պարտավոր է իր պարտքը կատարել հայրենիքի հանդեպ։ Հիմա եթե դու այդ մարդուն ասում ես, դու աշխարհի քաղաքացի ես, բան չես ստանում Հայաստանի Հանրապետության սահմանին կանգնացնում, թշնամու դեմ եւ ասում դե կռվի ու մի մետր հետ չգաս, չնայած այդ մի մետր հետ չգասի դեպքում սա այս օրերին չի վերաբերվում, բայց անկեղծ։ Լավ, հələ պատերազմի դաշ չի էլ հասել այդ երեխան, նոր պիտի գնա բանակ։ Բա ո՞նց գնա։ Ո՞նց, ինչի գնամ, ես չուզում հասկանամ, այդ երեխան ինձ, օրինակ ես եմ իր մաման եմ, ինձ հարցնում ասում է, բայց ես ինչ գնամ բանակ։ Բայց ես ինչ եմ անում։ Ես իրեն ասում եմ դե Գարեգին Նժդեհը մեր հայրենիք ասում է, բայց Գարեգին Նժդեհը ֆաշիստ է, դու չգիտես, մամա, օրինակ դպրոցում մեզ ասում են այդ մասին։ Հետո նյութերն ա բերում ինձ ցույց տալիս։ Հետո օրինակ ցույց ա տալիս մի շարք զինվորների, որոնք գնացել են եւ այսօր կիսատված կյանքով, այդտենց ոնց որ ասես Դավիթը, պրոթեզը չունեն, լուրջ վիրահատության կարիք կա, որ չեն կարողանում այստեղ իրականացնել, կամ այստեղ չեն անում, պիտի մեկնեն, պետությունը այդ հարցերը չի հոգում։ Բա հիմա ես ուզում հասկանալ, այդ ոնց։ Հետո ընթացքում պատմություններ, հա, որ ասում են տունը ինչ ունեք, ժիլետ, այդ ինչ են ասում դրան։ Հա, բրոնեժիլետ։ Հա, այդ ինչ ունեք, չունեք, վերկացեք, գնացեք պատերազմ, վերջում ստացվեց այնպես, որ բան ինչ եք բան անում, պատերազմ հրահրում էլի մի բան էլ։ Հետո այստեղ նաև ուրիշ ամենավտանգավոր բանը, երբ որ թշնամի խոսույթը վերածվում է արդեն հարևաններ, մեր հարգարժան հարևաններ, մարդը գնում է սահմանին կանգնում է, ասում, բայց մեր հարգարժան հարևանները ինչ են կրակում մեր վրա։ Բա ես հիմա ոնց կրակեմ մեր հարգարժան հարևանը։ Ու այդպես շատ։ Նժդեհի ֆիլմն է, որ ասում է, որ թուրքը այդքան լավն է, բա թուրքի մոտ ինչ է զենքով գնում, հա, զենքը տուր էստեղ։ Դե հիմա ես ուզում եմ հասկանալ, ես օրինակ հիմա որ բանակից խոսում եմ, ես ասում եմ, եկեք հիմնավոր եք օրինակ այդ երեխեքին, ինչի պիտի բանակում ծառայությունը դեռ լինի արդի։ Մենք փաստորեն պարզվում է բարեկամություն ենք սկսել թշնամու դեմ,
Մի բան էլ դեռ մենք ենք մեղավոր, որովհետև այդ մարդիկ ասում են, այս բանը փոխեք, մենք ձեզ կներենք։ Իրանք են էլ մեզ ներում։ Հա, հələ չգիտես ինչի համար մեզ պետք է ներեն։ Մեզ կներեն ու բան կանեն, խաղաղություն կլինի։ Իհարկե չի լինի։ Ու այդ հողին էլ արեք, բանակը հանեք, օրինակ ասեք բանակ չկա, մենք ձեր դեմ չենք կռվում։ Սրանից ավել էլ ոնց ապացուցենք քեզ հարգելի հարևան, որ մենք քո դեմ չենք արեք, բա ինչ չեք անում։ Իդեպ մեր ողերին բարեկամներն են կողքից ասում են հայրենիքը ասում բանակ մի ունեցեք, զենք մի արեք։ Այդ եզրույթը առածարակ է ինչ հայրենասիրություն։ Բայց գնաս ասում բա ի՞նչ է գնում պաշտպանի հենց ձեզ։ Դե ուրեմն ձևակերպումը փոխեք, ասեք չես գնում հայրենիքը պաշտպանես, գնում ես օրինակ մի շարք անուններ տվեք սենց փաթեթով, ասեք այդ երեխան էլ որոշի, ուզում է ինքը պաշտպանի այդ անունները, թե ոչ, չգիտեմ։ Որովհետև շատ իրարամերժ փաստ է։ Կամ դուք ասում եք կրթությունը նորաձև է։ Այսօր մի նյութ եմ նայում, ասում է եթե կարող է թվերի մի քիչ խառնեմ 1-2, սիրելի հեռուստադիտող, որ 15 մանկապարտեզ, 25 դպրոց տնօրեն չունի։ Ու ոչ մեկ չի էլ ուզում գնալ այնտեղ տնօրեն լինել։ Դե նորաձև է, ասում է 150,000 դրամ պարգևավճար կտամ աշխատավարձին։ Տնօրենին դպրոցի, որ կրթության բանն է լինելու, չէ՞, վերահսկողը, այդ մանկավարժների հետ, այդ երեխեքի վերահսկողությունը եւ այլն։ Այսինքն հաստատ ավելի ծանրաբեռնված է, քան պատգամավորը, որովհետեւ ոնց տեսել ենք կադրերում, դուք ընդհանրապես հեռախոսի մեջ եք։ Պաչիկներ եք իրար ուղարկում, հեռախոսի մեջ նստած եք, քնում եք, հորանջում եք։ Հաստատ տնօրենի գործը դպրոցում շատ ավելի ծանր է։ Այդ ծրագրերը մշակելը, ներքին թողու բոհո երեխեքի հանդեպ վայ մի կռիվ եղավ, վայ իրանք հենց մի բան էլ պիտի համապատասխանեն, պիտի գնան չգիտեմ ինչ քննություններ տան։ Էս են ուզում, այն են ուզում, աշխատավարձն մոտավորապես տենց ոնց հասկացա 300-ը չի հասնում։ Գաղ ավելի նա ասում է բանը տնօրենի աշխատավարձը որոշված է դպրոցի բանով, տարածքի մասշտաբով։ Այսինքն ինչի գումար են հավաքում դպրոցից երեխաներից ինչի։ Եվ տարածքը ինչքան մեծ է, բանը, գործը այնքան ծանր է, այլ երևի բանը մաքրում դպրոցը։ Ինչի։ Ես չհասկացա։ Ասում է դպրոցի մասշտաբից է կախված բանը աշխատավարձը։ Բայց Հայաստանի Հանրապետությունում առհասարակ եթե չեմ սխալվում, դպրոցը անվճար է։ Լոգիկա չկա այստեղ տնօրենի աշխատավարձը դպրոցի տարածքով կամ աշակերտների քանակով։ Հա, բայց այս գտնում է, հələ այդ կարող է լինի կենտրոնում չէ, հա, կենտրոնում կարող է ինչ որ մարդիկ ինչ որ անունի համար ուզում են գնան, բայց կարող է բան չեն հասկանում։ Դե օրինակ հիմա ես հիշում եմ Երևանյան շատ հայտնի դպրոցներից մեկում բանը ուսուցիչը գրատատակին գրել էր ուրփաթ։ Թեյով։ Թեյով։ Փեյով թե թեյով։ Թեյով, ուրփաթ։ Ու այդ մարդը բան էր, հետո էլ նստեց մի հատ դպրոցում տնօրեն։ Բայց բանը ուզում հասկանալ դուք գիտեք այդ ինչ մտավախեցնող բան է, երբ օրինակ ոչ մի ավարտած նոր ուսանող, թեկուզ չգիտեմ ինչ սկզբունքներով եք, որտեղ հիմա ոնց հասկացա, ուղղակի դուք փնտրում եք։ Օրինակ մագիստրանտ թող լինի կամ չգիտեմ ինչ ստանդարտներ ունեք, հա, գնահատելու կրթությունը։ Հիմա օրինակ այդ նոր ավարտ, չգիտեմ, շատ նենց երանդուն երիտասարդները, եթե պիտի գան մի քիչ մարզային դպրոցներում որպես տնօրեն, թեկուզ ժամանակավոր, հա, գան, իրենք ոնց որ փորձառություն է իրենց համար, ի վերջո գործ, օրինակ ինչից ելնելով գան։ Դրա պատասխանը մենք ունենք, աշխատավարձը գայթակղիչ չի, Ընդհանրապես։ Երբեք չգիտես հետո ինչ կլինի քո հետ, ինչ կգան, ինչ կանեն, ինչ կստուգեն, չնայած փոխարենը կարող է ոչ մի հնարավորություն չտան աշխատելու։ Հետո գումարած դրան դուք բան եք անում, ասում եք ավել գումարել կտամ 150,000 դրամ։ Բայց օրինակ եթե օրինակ պատգամավորին էին տալիս պարգևավճարի, ինչու 150,000 չէիք տալիս։ Ինչքան էր պարգևավճարները։ Ես ասեմ քեզ շատ տարբեր է, շատ տարբեր է։ Նայած այդ ամիսով ոնց է աշխատել, բայց դու չգիտես։ Ահա, չէ։ Ընդհանրապես պարգևավճարները շատ տարբեր է ու ֆիքսված թիվ չկա այնտեղ։ Բայց ինչի՞ց է սկսում գոնե։ Ես չգիտեմ, ես այնտեղ չեմ աշխատել, չեմ էլ ստացել կյանքում պարգևավճար, բայց հետաքրքիրը գիտեք որն է։ Լավ, եթե 300,000 է մոտ, օրինակ, գցենք այդպես է։ Ու 150,000-ը պարգևավճար։ Չէ, դու 300,000 կարող ես ունենալ,
ինքը այնտեղ բաներ է ասում։ Կետեր կա փաստորեն։ Հա, որ եթե դու արդեն այս անցել են, այս անցել, դե իրենց այդ ատեստավորում բանը երևի կապ ունի։ Այդ դեպքում կարող է հասնել մինչև դրան, այսինքն ես իրական աշխատավարձը չգիտեմ ինչ կարող է 198 Ես այդ ասում եմ, ինքը ասում է, որ կարող է, այսինքն տեսանյութում ինքը չէ, տեսանյութում լրագրողի տեսանյութն եմ նայել։ Ասում է կարող է հասնել դրան։ Հիմա այդ ինչի արդյունքում կարող է հասնել, մի երկու կետեր այնտեղ նշվում։ Մնացածը թե ինչ տեստավորում են անցնում ու ոնց են այդ տեստավորումը անցնում, մանկավարժները կամ դպրոցի տնօրենը, ես չգիտեմ այդ տեստավորումները, մի քանի անգամ առիթ ունեցել ենք այստեղ մանկավարժների հետ խոսելու, իրենք շատերն ասել են, որ դժգոհում են, որ իրենք համաձայն չեն այդ տեստերի հետ, որ շատ անհասկանալի է կազմված եւ այլն, շատերն էլ շատ գոհ էին մի խոսքով։ Հիմա խնդիրն այն է, որ մինչև այդ կարող է հասնել։ Բայց այսինքն ես դրա համար ասացի, կարա լինի 200 գուցե մեկի դեպքում, այն մեկի 250։ Շատ վատ թիվ է, որպես դպրոցի պատասխանատվությունը այնտեղ այնքան մեծ է եւ չգիտեմ, մանավանդ այն ինչը որ կրթությանն է վերաբերվում, իմ կարծիքով դա պետք է բավականին լավ վարձատրվի, դե լավ էլի։ Ասենք դպրոցի տնօրեն ու ասենք խոսքի 300,000։ Հասկանում եք ինչ, նախ եթե մենք իրապես հասկանանք ոնց ենք մենք ընդունում առասարակ դպրոցի դերը, եթե մենք այդքան մատների արանքով չնայենք, կհասկանանք, որ դա բավական լուրջ պատասխանատվություն է, որովհետև այնտեղ սովորում են հարյուրավոր աշակերտներ, մանկավարժներ, անընդհատ ինչ-որ փոփոխություններ են կրթության մեջ, դու պիտի անընդհատ որպես տնօրեն տեղյակ լինես, ինչ է կատարվում, ոնց է կատարվում, չգիտեմ, հայ նորարարություններին, այդ տեստավորումները ըստ երևույթին դու էլ պիտի անցնես, այսինքն բեռը այնքան ծանր է, մենք այստեղ նստած խոսում ենք, որ մանկավարժը չափազանց ցածր է վճարվում, մի բան էլ այսօր, դուք հասկանում եք 25 դպրոցի մասին էր խոսում, այստեղ կար և մանկապարտեզ և դպրոց, այսինքն որևէ մեկը նոր ավարտած չի ուզում գնալ դպրոցում տնօրեն աշխատել, ես վստահ եմ, տարօրինակը ինչն է, լավ, Երևանից չեն ուզում գնալ, որովհետև իրականում այստեղ, այո, այն որ ասում է, այնքան են այս բաները ակտիվացել, այս YouTube-ները, իրենք տանը նստած 500,000 դրամ իրենց դիտումներից կարող են աշխատել, 1000 ու մի բան օրինակ հորինեն, թեկուզ իրենց մասնագիտության մեջ աշխատեն, բայց ինձ համար օրինակ ինչն էր տարօրինակ, որ եթե դրանք մարզային դպրոցներ են կամ պարտեզներ, այսինքն այդ մարզում ապրող մարդկանցից էլ ոչ մեկ չի ուզում գնալ այդ դպրոցում տնօրեն լինել, հասկանում եք։ Իսկ բանը մարզերի մասին էր խոսքը դպրոցները թե Երևան քաղաքի։ Չէ, մարզային դպրոցներ էր նաև։ Ասում էր, որ Երևան քաղաքում շատ ավելի հեշտ է գտնել տնօրեն, այսինքն ավելի ցանկությունը շատ է։ Բայց 15 մանկապարտեզ, ասում եմ, եթե չեմ սխալվում, 15 մանկապարտեզ, 25 դպրոց, ոնց որ այսպես էր, բայց եթե իրականում, որովհետև բոլորս էլ գիտենք ուսանող ժամանակ, մենք մեր կուրսերում ինչքան ունենք մարզից, հա, ուսանող ընկերներ։ Հիմնականում մարզից էին։ Հիմնականում մարզից էին։ Դուք ոնց եք պատկերացնում եք լավ ավարտած ուսանողը, թեկուզ մի բան էլ մագիստրատուրա ավարտած, օրինակ ինքը չուզի, ցանկություն չունենա, գնա իրենց դպրոցի տնօրենը լինել։ Իմ կարծիքով գումարն է խնդիրը այստեղ։ Նաև։ Գումարն էլ երևի մտավախություններն էլ, որ հանկարծ մի օր մի բան չլինի իր հետ։ Գնի կրակեն, որ ասում է մի լավ բան իր համար անելու։ Այսինքն վստահության հարց է այստեղ բնականաբար։ Այս ամենը ես ասում եմ նրա համար, որ ուղղակի մտածելու տեղի է տալիս։ Որովհետև մենք իրականում այսօր խոսում ենք կրթությունից ու դրա որակից, չնայած ես համաձայն եմ, որ մեզ մոտ արդեն գիտությունը սահման չունի, որովհետև ես ամեն օր դա տեսնում եմ։ Տասնյակ քաղաքացիներ են զանգահարում հեռուստաընկերություն ամենաանհավանական, անտրամաբանական, անդասյառակ դրսևորումներով, չնայած որ մենք միջավայրում էլ ենք տեսնում դա ամեն օր, չգիտեմ, խանութում էլ ենք տեսնում, երթևեկության մեջ էլ ենք տեսնում, փոխհարաբերությունների մեջ էլ ենք տեսնում, մենք անընդհատ դա տեսնում ենք, այնպես չի որ գնահատական չենք կարող տալ։ Բայց եթե մենք հենց ամենակարևոր բանը, որի անունն է կրթություն, եւ կրթությունով զբաղվող կամ կրթությունը ղեկավարող մարդկանց չգնահատեցինք, իսկ չգնահատեցինք, դժվարացրեցինք նրանց մասնագիտական աճը, որովհետև շատ մանկավարժներ ասում են մենք համաձայն ենք մասնագիտական աճի հետ, բայց դա անել կանոնակարգված։ Իսկ ես հավատում եմ, որ դա կանոնակարգված չի արել, որովհետև մեր երկրում որևէ բան կանոնակարգված չի։ Ոչ մի ոլորտ չկա, որտեղ օրինակ ես լսեմ, որ ամեն ինչ որ արել են այնքան լավ է, ասենք սիրուն սահուն գնացել է։ Այո, չկա մի ոլորտ, որ լուրջ խնդիրներ չունենա։ Ես այն օր այդ էի մտածում, չկա, այսինքն ոչ մի ոլորտում համակարգը չի աշխատում։
Ես չեմ հավատում, որ մեր իրականության մեջ կա մարդ որևէ մասնագիտության մեջ։ Լավ, հավատում եմ, բացառություններ կան, բայց եթե մենք խոսում ենք մի քիչ կրթություն ստացած մարդուց, ինքը եթե իմանա ունի հնարավորություն մասնագիտական աճի, որ ասում են, հա, կվալիֆիկացիայի բարձրացման, վազելով կգնա ինքը դրան։ Բայց եթե դու գնում ես ու եթե կրթությունդ այնքան է, որ դու հասկանում ես, որ այստեղ ավելի շատ ինչ-որ խճճած անհասկանալիություն է եւ կամ որոշել են մի բան անել, լսել են, ոնց որ X երկրում այդպիսի բան կա, բայց բերում են, չեն կանոնակարգում, չեն ֆիլտրում, չեն մշակում նոր ներկայացնել։ Ոնց որ այն ավտոբուսների բաներն էր, որ ասում է գնում ենք, ինչը չի տալիս, ինչը չի ծնգում, չգիտեմ, ինչը չի լինում։ Ինքը չեն փորձում, իրենք չեն փորձում։ Ապարատը չի աշխատում, այն մեկը այսպես մեկալեցին, այն մեկը թափեցին, լավ այն մեկով արեք։ Այսինքն այդ process-ը, չէ, եթե դու անգամ որևէ եվրոպական ծրագիր բերել ես այստեղ ուզում ես իրականացնել, դու պիտի հասկանաս, որ կա կրթական ծրագրերի մեծ տարբերություն եւ կա մենտալիտետի մեծ տարբերություն։ Հետևաբար դու պիտի դա կարողանաս, թեկուզ 2 տարի ձեն չհանես այդ մասին, նստես քո մոտ մասնագետների օգնությամբ, ոչ թե լավ մասնագետներին բացառեք ձեր իրականությունից, որովհետեւ ձեր հետ չեն, ուրեմն ձեր թշնամին են։ Ճիշտ հակառակը ներգրավեիք այդ տեսակ մասնագետների, ովքեր փորձ ունեն, կանոնակարգեիք, դզեիք, փչեիք, հասկանայիք, քննարկեիք։ 2 տարի անց գայիք, ասեիք շնորհավորում եմ, մենք ունենք նոր առաջ խաղացում առաջադիմության համար ինչ որ տենց բան, մոդել։ Եկեք, սիրելի մանկավարժներ, բան անենք, աճ գրանցենք մեր մասնագիտական երեխաների հետ աշխատելու, չգիտեմ, ինչ ուզում եք ասեք, դրա մեջ վստահ եմ, որ բոլորը կգային։ Բայց ես 2 տարի առաջ հիշում եմ, մենք ինչքան մանկավարժներ ունեցանք, մեկը մեկի հետևից մենակ բողոքում էր ու ամենատարբեր իմիջիայլոց տարիքի։ Ասում են, ոչ մեկ գլուխ չի հանում, այդ ինչ է այնտեղ կատարվում։ Մենք ներկայացնում ենք անգամ խնդիրը, մեզ չեն լսում։ Էլի մի կարևոր թեմա կա, այս կուզեի խոսանք, բայց երևի գնանք խոհանոց, հետ կանք ժամանակ կլինի, խոսենք մի շատ վտանգավոր թեմայի մասն եմ ուզում խոսենք, ողջույն Վահե, շատ ակտիվ գործողություններ է կատարում արդեն խոհանոցում։ Ես տեսնում եմ սունկ կա, կարևորը դա է։ Այո, այսօր ֆրանսիական խոհանոցին, այո։ Ֆրանսիական խոհանոցին ենք անդրադառնալու, քանի որ այս շաբաթը մեզ մոտ այլ էթնիկ հանրությունների կամ ազգաբնակությունների խոհանոց է, հետևաբար ես քանի որ երեք հարգելի պատճառով կամ չգիտեմ, ոչ հարգելի չէ եկել, երեք ինչ խոհանոցին եք անդրադարձել։ Երեք անդրադարձել էինք, մոռացա։ Արաբական խոհանոց։ Արաբական խոհանոցի։ Թաբլ էինք պատրաստել եւ մութաբալա։ Այո, մեղավոր եմ ես, խնդրեմ։ Դե հիմա այսօր պատրաստելու ենք ժուլիեն եւ ժուլիենը շատ հետաքրքիր պատմություն ունի, բոլորիս կարծիքով ժուլիենը հենց այն ուրեմն սերուցկային հավի մսով եւ սնկով տարբերակն է, որը մենք միջև հիմա գիտենք, բայց պարզվում է, որ ժուլիենի պատմությունը այլ է իրականում եւ Ֆրանսուଆ անունով մի խոհարար 1722 թվականին պատրաստել է ժուլիեն, որը պարզապես կտրատված բանջարեղենն է 6 սանտիմետր երկարությամբ 2 մմ լայնությամբ, այսինքն ստանդարտ ունի դա։ Դա ավելացնում էին ուղղակի ապուրների մեջ, այսինքն ուղղակի կտրատված բանջարեղեն, որը թարմ վերջում ապուրի մեջ էր լցվում։ Սա ժուլիեն էին անվանում, այսինքն եթե մենք բացենք ժուլիեն բառը, կստացվի, որ դա կտրատված պարզապես բանջարեղենն է։ Իսկ ժուլիենի հետ կապված անվանման կա կարծիք, որ դա ֆրանսիական կնոջ ուղղակի անվանումից է առաջացել, ժուլիեն անվանումը, եւ հետագայում իհարկե ինքը փոփոխվեց եւ այս պահին եթե Ֆրանսիայում ժուլիեն դուք ուզեք, հա, ինչ որ մի տեղում մենյուի մեջ իրենք բերելու են ձեզ սերուցկային տարբերակը, որը շատ հայտնի տարբերակով է պատրաստում կամ թթվասեր ալյուր հաճախ նաև ձու են ավելացնում մեջը, որին անվանում են բեշամել սոուս։ Այս տարբերակում նաև երկրորդ տարբերակը կա, որը ավելի թեթև տարբերակ է ստացվում, դա սերուցկով պատրաստվող տարբերակն է։ Այսօր ես պատրաստելու եմ սերուցկային տարբերակը, որը ավելի հարթ է ստացվում, քան բեշամելը, որովհետև այնտեղ մի փոքր ունենք խնդիր պատրաստման եղանակի հետ, որովհետև ալյուրը երբ որ խառնում ենք, կարող է գնդվել, լավ չլուծվել ու այսպես ոչ հարթ մակերես ենք ստանում։ Հետևաբար մեզ ժուլիենի պատրաստման համար անհրաժեշտ է ուրեմն սունկ, ունենք այստեղ շամպինյոն տեսակի, կարակ, հալվող պանիր, հավի կրծքամիս, համեմ, համեմունքներից ունենք ուրեմն սև պղպեղ, համեմի սերմ եւ մի փոքր կարելի է ավելացնել խմելի սունելի։ Սա նախընտրություն է, դասական տարբերակում չունենք խմելի սունելի, բայց հավի հետ բավական հետաքրքիր համադրվում է։
Դասական տարբերակում համեմունքը մի փոքր կարմիր պղպեղ է սև պղպեղի հետ, որևիցե այլ համեմունք չի ավելացվում։ Եվ իհարկե գլուխ սոխ մեկ հատը բավական է այս չափաբաժնի համար, ինչ ենք անելու, ուրեմն սունկը նախապես պետք է տապակել, որպեսզի ջրազրկվի, որովհետև միանգամից չի կարող կարմրել, եթե ջուրը առկա է, հետո դնում ենք նոր կարագը եւ սոխի հետ տապակում ենք։ Մինչև դա խաշում ենք այստեղ հավի կրծքամիսը, ես խաշելու եմ իրեն դափնու տերևով եւ մի փոքր հատիկ սև պղպեղով, որպեսզի յուրահատուկ այդ հավի արգանակ ստացվի եւ բույրը յուրահատուկ դարձնի, ավելի շատ մսի այս տարբերակում։ Հետո ամբողջը կտրատվելու է, հավի միսը մի փոքր կտապակեն, որպեսզի ոսկեգույն երանգ ստանա, կավելացնենք Ես օրինակ տանը միանգամից տապակում եմ։ Միանգամից առանց եփելու։ Կարող է նաև այդ տարբերակ է, այդ դեպքում ավելի, այսպես ասած, ջրային մակերես է մնում իր մեջ ու ավելի փափուկ է ստացվում կրծքամիսը, չի չորանում, կարող եմ նաև այդ տարբերակով անել։ Չէ, քո տարբերակը բայց այս տարբերակը հետաքրքիր է այնքանով, որ դափնուն տերևի բույրը այդ տանում է հավի այն սպეციფიկ բույրը, որը որ առկա է հավի մսում։ Եվ լցնելու ենք այն տարայի մեջ, որով որ պետք է տեղափոխվի ջեռոց, որովհետև պաների շերտը ավելացում ենք, տեղափոխում ենք ջեռոց, մոտավորապես 15 րոպեն բավական է, որովհետև ամբողջ մթերքը եփված է լինում եւ միայն մնում է, այսպես ասած, պատրաստվի այդ կեղևապատումը պաներային շերտով։ Եվ վերջ մատուցում ենք ամաններով, մի հետաքրքիր բան էլ ասեմ ամանների հետ կապված։ Ֆրանսիական ուտեստները ունեն իրենց հատուկ մատուցման ամանները եւ Ժուլիանը բացառություն չէ, կոչվում է կակոտնիցա կամ կակոտկաներ, այդպես է այդ ամանները կոչվում, բոլորը տեսել եք այսպես ուրեմն կիսաշրջանաձև գլանաձև ամաններ են, որոնք ունեն այդպես փոքրիկ պոչիկներ, դրանք կակոտկա են անվանում, կակոտկան դա հավի անվանույթ, այսինքն հավի հավը, այսպես ասած, ձևափոխվել է եւ ամանին է, այսպես ասած, ավելացվել, որովհետեւ հավի մսով է պատրաստվում եւ ըստ դրա էլ անվանումը առաջացել է այդ ամանի։ Այսինքն Ժուլիանը ունի նաեւ իր մատուցման հատուկ ամանները, կամ եթե տանն եք պատրաստում ու չունեք այդ ամաններից, պարզապես հրակայուն ամանի մեջ ամբողջական պատրաստվում է եւ մատուցվում է հյուրերին ըստ չափաբաժինների։ Հիմա պատրաստում են այդ հրակայուն ամաններից փոքր տարբերակով հատուկ Ժուլիանի համար 150-ից 200 գրամ տարողությամբ, ու ավելի փոքրն էլ կա, բայց դա մարդը մի քիչ շատ է ուզում ուտել, մոտավորապես 150 գրամը, մինչև 200 գրամը ես կարծում եմ նորմալ է։ Միևնույն է այդտենց հագեցված է, այո, Ժուլիանը բավական հագեցած սննդամթերք է, այսպես ասած, քանի որ սերուցք է այստեղ առկա, շատ շուտ հագենում ես, Ես միշտ պատրաստել եմ թթվասերով եւ այլուրով քո ասած տարբերակը, այո, այսինքն խուսափելով սերուցքից, բայց գիտեմ, որ դե շատ են պատրաստում սերուցքով։ Սերուցքը լավ բան չի։ Լավ է, ուղղակի յուղայնությունը կախված ինչքան է։ Նկատի ունեմ ինքը մայոնեզի նման չի, ինքը ոչ, սա կաթի սերն է ընդամենը։ Բայց սա կաթի սերն է ընդամենը։ Տարբեր գուցե յուղայնությունն Սա 20%-ն է, 20%-անոցն է։ Տեղին է, էլի։ Այո, եւ բայց այնտեղ բացառություն կա, տարբերություն կա, հա, սերուցք, որը որ խմորեղենի կրեմի համար է նախատեսված, սերուցք, որը որ խմելու կամ ճաշ պատրաստելու համար է, ինչու, որովհետեւ նրա մեջ կա նաեւ քաղցրացուցիչ, հետաբար նրանով ճաշ չենք կարող պատրաստել, որովհետև նա եռացնելուց դառնում է ուղղակի կրեմի նման զանգված, շուտ այդպես փրփրում է։ Իսկ սա այդպիսի հատկություն չունի, սա ուղղակի խտանում է ինքն իր խտության հաշվին եփվելու ընթացքում։ Շնորհակալ ենք, շատ համեղ ուտեստ է լինելու, ես սիրում եմ շատ Ժուլիան։ Այո, անցնենք, ինչ էիր ուզում ասել, ասա։ Չէ, ինձ թվում է չենք հասցնի։ Դե, դու գիտես։ Այսօր մենք երևի վերջնամասում ռեյսորին կխնդրենք այնպես անել, որ մենք մի 2-3 րոպե խոսենք այդ թեմայով։ Շատ լավ, սիրելի հեռուստադիտողներ, դե ասում եմ, իհարկե մեր, չգիտեմ, տարաձայնությունները շատ իրողությունների հետ շատ են, բայց առավոտյանը դեռ փորձենք մարսել, փորձենք գտնել գուցե դրա պատասխանները, որովհետև ինձ թվում է առաջին հերթին պիտի հանրությունը սկսի այդ մասին մտածել, անհանգստանալ, ինչ-որ բան անել, որ ուշադրություն գրավի, հակառակ դեպքում որևէ մեկը, չգիտեմ, չի վերահսկելու եւ չի փորձելու գալ մեր փոխարեն տանել մեր անհանգստությունները։ Երիկի գեղեցիկ երգը վայելեցինք, եւ իհարկե վերադարձանք։ Մենք թեմա ունենք խոսելու, թողնենք վաղվա, այսօր տեսանյութերը տանք, թե խոսենք։ Թողնենք, հա, վաղվա, որովհետեւ վստահաբար չենք հասցնի, բայց քանի որ հիմա շուտով կլինենք խոհանոցի տաղավարում ու տեսնենք Վահանին ինչ է արել, հաջորդիվ ավելի լավ է տեսնենք տեսանյութ վտանգավոր ուտելիքների մասին։
հիմա մարդիկ կմտածեն վտանգավոր ուտելիքս որն է, բայց այո, այդ տեսակ ուտելիքներ կան, որոնք շատ վտանգավոր են։ Գոնե մեկի մասին ես գիտեմ։ Այո, վերջերս էլի մի նյութ էին նայում, հետաքրքիր բաներ ասվում չիփսերի մասին, ու այն համեմատությունը, որ բերվեց, թե մի չիփսը, մի հատիկը, սիրելի մայրեր, ինչ ազդեցություն կարող է ունենալ երեխայի պարզվում է սրտի վրա, այդ համեմատության օրինակը, որը ասում էր մասնագետը, ինձ համար ֆանտաստիկայի ժանրից էր, որովհետև ես այն որ մեկ-մեկ ասում ես, լավ մի հատիկ ուտեմ, այս այն նյութերից էր, որ այդ մի հատիկն էլ ես վախենում ուտել։ Էլ չեմ ասում մի ամբողջ տուփ, եթե երեխաները հատկապես որ սիրում են, այն որ չեն լսում, այն որ մենք չենք հետևում, մտածում ենք դե լավ ինչքան ասեցինք, մեկա չեն լսում, թող գնան ուտեն, այո, իրենք չեն հասկանում, բայց երբ ես հասկացա, թե ինչ կարգի վտանգ կարող է ունենալ չիփսը մարդու առողջության վրա, չգիտեմ, այդ անհավանականների շարքից է։ Միայն այն որ տեսնում ես, թե ինչպես են պատրաստում, այդ պատրաստման եղանակը։ Նախ այնտեղ առասարակ կարտոֆիլ չկա։ Երկրորդը հիգիենան ընդհանրապես պահպանված չի, որովհետև քանակությունները այնքան մեծ է, որ այդ գետնին շախտված այդ այդ ձեթը վաղուց ի վեր արդեն պատկերացնում եք, չէ, ինչ որակի եւ ինչ ամիսների երևի օգտագործված ձեթի մասին է խոսքը։ Այս իրականում լուրջ խնդիր է եւ պետք է մեր երեխաներին ուղղակի, այն որ ոնց է թույնից, բայց ինչու՞ է երեխաներին։ Դե մեծերը հասկանալով են անում, չես կարող ասել չի հասկանում, եթե ինքը որոշում է իր առողջությունը այդպես վնասել, դե օրինակ ասում է մի տուփ չիփսը ուղիղ համեմատական էր, ինչքան ասած 5 թե 10 տուփ ծխախոտի։ Միանգամից պատկերացնում ես, մոռացա էլի, բայց ոնց որ թե այսինքն 5-ից 10 տուփ մոտավորապես ինչ որ բան ասած, ու դուք պատկերացրեք, այսինքն մարդը մի տուփ չիփս է ուտում, երեխան, հələ այսինքն օրգանիզմ, որը աճման process-ի մեջ է, որովհետև հատկապես երեխաներն են սիրում, սա մոտավորապես թող լինի 3, բայց հաստատ ավելին էր տուփ ծխախոտի ընդունման։ Դուք պատկերացնում եք, սա ինչ լուրջ համեմատություն է։ Այսինքն եթե մենք մեր երեխաներին վերահսկում ենք, որպեսզի չծխեն, հատկապես երիտասարդ տարիքում, հա, այսպես ասած չընկնեն այդ կախվածության մեջ, հետևաբար նույն բանը պետք է անել չիփսերի հետ։ Եվ իմիջիայլոց ոչ միայն չիփսերի, այլ նաև ամենատարբեր բաների, կոնֆետների անհասկանալի։ Հա, ֆրիի մասին էր հենց խոսքը իմիջիայլոց, հենց այդ ֆրին, 150 գրամ ֆրին, ասած ոնց որ 10 տուփ ծխախոտի հետ ուղիղ համեմատական է։ Որը իմիջիայլոց ինչ ենք անում մենք։ Ես մի անգամ այդ տեսել եմ, ինձ համար տարօրինակ էր։ Ուրեմն սովորաբար ռեստորաններում, հա, կամ ինչ-որ միջոցառումներում մեկ էլ տեսնում ես, որ այն ինչ-որ ուտում են իբր իրենք, երեխան չի ուտում, դե լավ, երեխայի համար մանկական սնունդ, մեզ բերեք ֆրի։ Ֆրի եւ բան։ Ես ներողություն եմ խնդրում մայրեր, բայց այդ հա կեչուպովի դեպ ո՞նց է կարողանում դուք ձեր 2, 3, 4 տարեկան երեխային օրինակ այդ օրը մտածել, որ դե լավ ինքը պետք չի որ այդ միսը ուտի կամ ինչ-որ բան ուտի, թող ինքը ուտի այդ չիփսը։ Ֆրին։ Թե չնայած չիփսերն էլ, հա, դպրոցներում տեսնում եմ այդ գազավորված ըմպելիքները ոնց են անընդհատ օգտագործում, կոնֆետները ամենատարբեր։ Եկեք հասկանանք, որ այսօրվա այս աղտոտված օդի առկայության եւ այսքան սննդի ոչ վիտամին ունեցող տարիներին մենք պարզապես իրավունք չունենք մեր երեխաներին թույլ տալ գոնե մեկ հատիկ ուտել, չեմ ասում այդ տուփ, մեկ հատիկ։ Եվ իրականում ինձ համար, ես օրինակ որպես քաղաքացի, եթե առողջապահության օրինակ նախարարությունը աղա արգելում էր, չէ, որովհետև ինքը համարում էր դա ոչ առողջարար, չնայած ասում եմ շաքարը էլ ավելի լուրջ է, որովհետև շաքարը շատ լուրջ հիվանդություններ է առաջացնում, եթե ճիշտ չափավոր աղը դեռ մի բան էլ կարող է ոսկորներին պիտանի լինել, շաքարը ոչ մի դեպքում ոչ մի բան չի կարող օգուտ տալ։ Լավ բան չկա։ Այո, լիմֆոների, հա, լիմֆոհանգույցների խցանումից, վերջացրած, չգիտեմ, ուռուցքից, քաղցկեղից եւ այլն, աշխարհի ամենաանհավանական հիվանդությունները։ Ես օրինակ մտածում եմ, որ ֆրին, որպես այդպեսին, պետք է մանկական այդ մենյուից, որտեղ որ մանկական բաներ են, առիթներ են ասում, հա, պետք է հանել։ Ուղղակի հանել, ասել, որ չկա, մենք չենք պատրաստում,
որքան էլ որ ես վստահեցնում եմ ձեզ, հաստատ ոչ մի ծնող չի գալու կռվի ձեզ հետ, ասի ինչի օրինակ այդ վատ ֆրին չեք պատրաստում իմ երեխան ուտի։ Ով էլ որ կկռվի, այդ իր խնդիրն է, թող ինքը իր երեխային թունավորի, որտեղ սա կոչվում է ուղիղ թունավորում։ Բայց եկեք հասկանանք, հիմա տեսանյութը տալիս ենք, ավելի լավ է տանք տեսանյութը, թող ասում եմ թեմային համահունչ լինի, եւ միանգամից արդեն հանդիպենք խոհանոցի տաղավարում։ Խոհարարական աշխարհը որքան համեղ է, այդքան էլ կարող է վտանգավոր լինել։ Խոհարարական հետազոտությունները կարող են հետաքրքիր խաղ սկսել վտանգ պարունակող բաղադրիչների հետ։ Ճապոնիայում ֆուգուի մահացու լինելուց մինչև Սարդինիայի կասու մարզույի վիճելի հմայքը։ Սկսենք ճապոնական դելիկատես ֆուգուից։ Ֆուգուն ճապոնական խոհանոցի ավանդական կերակրատեսակ է։ Այն պարունակում է հզոր նեյտրոքսին եւ ոչ ճիշտ պատրաստված ֆուգուն կարող է մահացու լինել։ Այդ պատճառով ֆուգու պատրաստելու իրավունք ունի հատուկ ռեստորաններ։ Սկսած 1958 թվականից ճապոնացի խոհարարներն անցնում են հատուկ պատրաստվածություն եւ ստանում արտոնագիր։ Նախկինում Ճապոնիայում գոյություն ուներ ավանդույթ, որի համաձայն այցելուի թունավորման դեպքում ֆուգու պատրաստած խոհարարը եւս պետք է ուտեր դրանից կամ ծիսական ինքնասպանություն գործեր։ Իր վառ կարմիր արտաքինով եւ յուղալի դեղին մարմնով ակին Ջամայկայի խոհանոցի հիմնական բաղադրիչն է, հատկապես սիրելի ազգային ուտեստի ակե եւ աղի ձկան մեջ, բայց նրա գրավիչ տեսքի հետևում թաքնված է թունավոր գաղտնիք։ Ակի չասած պտուղը պարունակում է թույն, որը կոչվում է հիպոգլիկին։ Այն օգտագործողները պետք է զգույշ լինեն չօգտագործել մինչև մրգի պաշտպանիչ պատյաները կկարմրեն եւ բնականաբար բացվեն։ Բացելուց հետո միակ ուտելու բաժինը դեղին արիլին է, որը շրջապատում է թունավոր սև սերմերը։ Սարդինիայի խմորված հանելուկը կասու մարզուն, իտալական պանիր է։ Կասու մարզու նշանակում է փտած պանիր։ Կասու մարզուն պատրաստվում է մեկ այլ տեսակի պանիրից՝ սարդինյան պեկորինոից։ Դա անելու համար այն պահում են ավելի երկար, քան սովորական խմորման փուլը, հասցնելով այն փտելու վիճակի, որն առաջանում է թրթուրների միջոցով։ Թրթուրներն արագացնում են պանրի մեջ պարունակվող ճարպերի քայքայման գործընթացը, ինչի պատճառով էլ արտադրանքը դառնում է փափուկ։ Յուրաքանչյուր ճաշատեսակ մի հայացք է նետում մարդկային խոհարարական հնարամտությանը։ Ուշադիր եւ զգույշ եղեք, միգուցե յուրաքանչյուր հրապուրիչ համի եւ էկզոտիկ բաղադրիչի հետևում թաքնված է պոտենցիալ վտանգ։ Դու այդ ձուկը կպատրաստես երբևէ վտանգավոր։ Այո։ Ես մեծ սիրով կպատրաստեի, բայց պետք է ունենաս հատուկ սերտիֆիկատ այդ ձուկը պատրաստելու համար, կոնկրետ Ճապոնիայում, Չինաստանում այդպես է, ամեն մեկը չի կարող պատրաստել, որովհետև հատուկ ձև կա մշակման, եթե մի փոքր անգամ այդ մաշկից արտադրվող հյութը, ասենք, մսին կպչի, հետեւաբար անդառնալի երևույթ է, այսինքն րոպեական մահ է դա։ Մահ է, այո։ Ես չեմ ուզում Մաշկի ինչ ասացիր։ Հատուկ նյութ է արտադրվում մաշկի վրա, դե բնական պաշտպանական ռեակցիա է, կենդանիներ ունեն այդպիսի բան արտադրող, չգիտեմ, մեկինը փշի տեսքով է, մեկինը նյութ է ինչ որ արտադրում կամ գազեր, հա, եւ դրա միջոցով իրենք պաշտպանվում են օվկիանոսում այլ կենդանիներից։ Հիմա մարդիկ որոշել են, որ դա պետք է ուտել եւ փորձել։ Բայց ինձ հետաքրքիր է ոնց են բացահայտել, որ այդպիսի բան կա։ Մեկը կերել է, մեռել է։ Բայց չեն հասկացել, չէ՞, ինչից է մեռել։ Տես, կարտոֆիլի նույն պատմությունն է, երբ որ կարտոֆիլը եկավ Ռուսաստան, հա, կանաչ այդպես պալարներ է նախքան հասունանալը կարտոֆիլը։ Մարդիկ կերան, մահացան այդ կարտոֆիլը։ Այո, ես չգիտեի։ Այդ փոքր պալարները իրենց մեջ շատ ուժեղ թույն են պարունակում, նույնն էլ պոմիդորի այդ փոքր տարբերակները, որ դեռ շատ նոր կանաչած վիճակում է գտնվում։ Հետաբար իրենք դա կերան, մահացան, հասկացան, որ դա թունավոր է։ Սկսեցին ուղակի ծաղկի տեղ իրեն բազմացնել, որտեղ ծաղիկ էին նվիրում։ Կարտոֆիլը ծաղկում էր, ծաղիկը նվիրում էին այդպես իրար։ Հետո երբ որ գլխին կան, որ այդպես մեծանում է, կանաչից փոխվում է մեծ հասուն ինչ որ միջակ է տակի հատվածում լինում, որոշեցին մի հատ էլ փորձել։ Որոշեցին մի հատ էլ փորձել, ասել։ Դե ինձ թվում է ամեն ինչ փորձի հիման վրա է սննդի մեջ։ Ես վտանգավոր ուտելիքներից, վտանգավոր, ու վտանգավոր մի քիչ ճակերտավոր ասեք, շատ սիրում եմ սունկը, սնկի տեսակները նաև վտանգավոր են։ Այո։ Հա, ես շատ եմ սիրում սունկը ու ընտիր։ Բայց սնկից խոսացինք, այստեղ սունկ կա, ինչ ես պատրաստել։ Ես մինչև դուք փորձեք, ես առաջարկում ներկայացնեմ բաղադրատոմսը ինչպես են պատրաստել։
Ուրեմն սիրելի հեռուստադիտող, մենք այսօր պատրաստել ենք ֆրանսիական խոհանոցից Ժուլիեն, ըստ հերթականությամբ ներկայացնում եմ ինչպես պետք է պատրաստել։ Նախ պատրաստում ենք սունկը թավայի մեջ, ջրազրկում ենք, մի փոքր տապակում ենք համեմի սերմի եւ իհարկե սև պղպեղի հետ միասին, վրան ավելացնում ենք նաեւ մի փոքր սերուցք, միջև որ պնդանալը, հետո առանձին, այսինքն կացրայի մեջ խաշում ենք հավի միսը, ես ավելացրել եմ հավի մսին դափնուտերը, որը շատ հետաքրքիր համ է փոխանցում մսին։ Երբ որ արդեն խաշված վիճակում է լինում, մանր կտրատում ենք, ավելացնում ենք թավայի մեջ, կարմրացնում ենք մի փոքր եւ խառնում ենք այն թանձրուկին։ Պետք է լինի սենց շատ Պարտադիր։ Ցույց տամ էլի։ Այո։ Բայց լավ հոտ է գալիս շատ։ Եվ հավի մսի հետ միասին խառնում ենք սնկի հետ միասին եւ տեղափոխում ենք այն ամանի մեջ, որը որ պետք է տեղափոխվի գազօջախը։ Կոնկրետ այս դեպքում հրակայուն որևիցե ամանով եք տեղափոխում եւ վրան ավելացնում ենք հալվող ցանկացած պանիր։ Միջև որ արտաքին շերտի կարմրելը, արդեն դուք հասկանաք, որ կարմրել է, ուրեմն պատրաստ է, որտեղ միջուկը նախապես արդեն պատրաստված վիճակում է եղել։ Այստեղ տակը պարտադիր կարակ է դրվում, որպեսզի նախ ամանին չկպչի, երկրորդն էլ Ժուլիենը առանց յուղի չի ուտում։ Ես երբեք կարակ չեմ անում, բայց շատ համեղ է իրականում։ Ես ուղղակի տենց լցնում եմ իրար գլուխ, որովհետև դե խուսափում եմ հնարավորինս շատ բայց կարակը վատ է։ Դե եթե ճիշտ կարակ է, ոչ, բայց հիմա այնքան քիչ է հանդիպում, այդքան լավ կարակ։ Բայց ուզում եմ ասեմ, որ կարակը ինքը վատ բան չի։ Չէ, միանշանակ ձեթի նման բաց չի։ Եթե մարգարին չի, էլի, չէ։ Հա, միանշանակ։ Իսկ ես միշտ կարակ եմ գնում այստեղի համար, երբեք մարգարին չեմ գնում։ Ու այն ամենայնիվ էլի որակի խնդիր ունենք, այդ բոլորն են հասկացել եւ ժամանակի ընթացքում անընդհատ երբ մեր ծնողներն ասում են որակն ընկել է, մենք սկզբում փոքր ենք, մենք այդքան չէինք հասկանում։ Բայց հետո որ մեծանում ես, անգամ այդ համային տարբերությունը զգում ես որակական։ Մենակ կարակի պահով չէ։ Հիմա լոլիկն որ գնում ես, ուզում ես որակով, այսինքն ցանկացած մթերք միսն էլ որ գնում ես, ուզում ես նոր մորթված միս լինի, որ լոլիկը առասարակ երազում ես, որ այդ սպիտակ պլաստմասան չլինի։ Որ խնձորի պես չկծես։ Հա։ Ասում եմ ես այնքան եմ կարոտել, որովհետև շատ լավ հիշում եմ համեն առաջվա այն վարունգի եւ լոլիկի, գյուղական, այո, որ բերում էին անգամ այդ հողի բույրն էր գալիս, քաղցր համեղ լոլիկները, բայց այն որ բակերում վերում էին վաճառում էին։ Ես հսակը հուզվեմ մի արա, որովհետև շատ եմ սիրում։ Այդ ամենասիրուն մեր մանկությունն էր, այն պաղպաղակը, որը գալիս էր վազելով գնում էինք գնելու, եւ երբ մեզ ուղարկում էին բակում, հա, ինչ որ մեկը վաճառում էր, անգամ ծնողները պատուհանից իրան ասում էին, մենք իջնում ենք ընդհանրապես բերողն էինք, բայց իրականում չէինք լսում այդպիսի բան, որ սա չի կարելի ուտել, սննդարար, այսինքն գենոմուտացված է, չգիտեմ ինչ է, ու իսկ հիմա ավաղ մենք նաեւ արդեն տարիներ ի վեր ապրում ենք այդ իրականության մեջ, բայց փորձենք հնարավորինս պահպանել մեր առողջությունը, որը էլի անմիջական կապ ունի մեր ամենօրյա սննդակարգի հետ, սիրելի հեռուստադիտողներ, փորձել մեր երեխաներին, մեր սիրելիներին տալ տանը պատրաստված համեղ, թարմ ձեր ձեռքով, անարատ ասում եմ ձեր ձեռքով ճիշտ սնունդ, որովհետև մեր երեխաները հատկապես այդ աճման ընթացքում պետք է գոնե իրականության մեջ կարողանան ճիշտ սնվել, հեռու պահեք այդ վատ ուտելիքներից, չնայած մենք տարօրինակ սնունդների մասին խոսեցինք նյութը, բայց իրականում փորձեք այնպես անել, որ ձեր երեխաները հեռու մնան այդ շաքարից, այդ հացաբուլկեղենից, այդ անհասկանալի չիփսերից եւ ֆրիներից ու նմանատիպ։ Որովհետեւ եթե չգիտենք ծագումը ու այդ պատրաստի տարիներով պահպանվող այդ սնունդից, որը մեր երեխաները չպետք է օգտագործեն։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր առավոտն այսօր այսպիսին էր, մենք վաղ էլի նույն ժամին կհանդիպենք, հուսանք էլի դուք կլինեք մեզ հետ միասին։ Լավ որ բոլորիս հաջողություն։ Ստեսություն։